Բարի լույս գործարարալիքին միացած հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը, ուզում եմ հիշեցնել, որ մեզ կարող եք դիտել նաեւ թվային հարթակներում։ Այս պահին թարմ ուղեղով զրույցն ենք սկսում եւ առաջին խոսափողի մոտ հյուրընկալել եմ Հրանտ Խաչատրյանին, Երևան-Էնի հիմնադիր եւ Երևանի պետական համալսարանի մեքենայական ուսուցման խմբի ղեկավար։ Հրանտ ջան, բարի օր։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ այս պահին մեր տաղավարում է ժամանակ ես գտել, գիտեմ, որ շատ ծանրաբեռնված ես։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Կարևոր հարցեր կան քննարկելու, վերջերս տեսա, որ հրապարակում էիր կատարել սուպեր համակարգիչ մենք արդեն ունենք եւ այդ փաստը բոլորին ոգևորել էր, ոգեշնչել էր եւ միշտ կարելի էր Երևան-N ու սուպեր համակարգիչ բառերը մի համատեքստում, մի տեքստի մեջ հանդիպել։ Ինչ փուլում է այս process-ը, այս գործընթացը ուր է հասել, արդեն Երևանում է համակարգիչը եւ ինչ ընթացքան կանխատեսվում, կպատմես մեզ։ Իհարկե։ 2024 թվականին բյուջեով հաստատվեց, որ ձեր վճարած հարկերից Երևանի պետական համալսարանում տեղադրվելու է գերհամակարգիչ, որի վրա հնարավոր կլինի սարքել ավելի հզոր արհեստական բանականության գործիքներ, քան մենք հիմա կարողանում ենք անել, եւ այդ համակարգչի գիտեք երևի, որ այդ տեսակ գումարները, երբ որ պետությունն է հատկացվում, պետքա ծախսվեն համաձայն ինչ-որ ընթացակարգերի, հա, այդ գնումների process-ներով եւ այլ, ու համակարգիչը առնել հաջողվեց, համակարգիչը արդեն անցած տարվա, այսինքն 24-ի դեկտեմբերի վերջին հասավ Երևան, բայց չմիացավ, որովհետև այդ համակարգիչը միացնելու համար պետք է նաև համապատասխան սենյակ, հա։ Այդ սենյակը տենց պարզ է հնչում, իրականում դա բավական բարդ ստրուկտուրա է, որին ասում ենք data center, հա, կամ հայերեն ասում ենք տվյալների մշակման կենտրոն։ Այդ տվյալների մշակման կենտրոնի կառուցման տենդերները սկսեցին ավելի դժվար գնալ, այսինքն դրանք չհասան համակարգչին, հա, ոնց որ ասես միասին գնում էին, համակարգիչը հասավ, data center-ը չհասավ, հա, տարբեր ինչ որ մասնակիցներ իրար դատի էին տալիս եւ այլ, բան, այդպես process-ը անդադ ուշանում էր ու այս տարի վերջապես այդ հաղթահարվեց ու հիմա շատ ակտիվ ձևով պատրաստվում է նաեւ data center-ը, այդ լուսանկարը որ դրել էի, դա data center-ի պահոստային գեներատորներն են, այսինքն եթե այդ data center-ը ինքը բավական շատ հոսանք է պահանջում, ասենք մենակ այդ համակարգիչը 120 կիլովատ է, իսկ data center-ը այնպես ենք սարքում, որ հնարավոր լինի ավելացնել հետո, ու բացի համակարգչից կա նաև այդ հովացման համակարգ, հա, դրացուցիչ սարքավորումներ, որոնք էլի հսկայական հոսանք են պահանջում, դրա համար պետք են ուժեղ գեներատորներ, որ եթե հանկարծ լույսերը գնա, data center-ը չանջատվի, հա, ունդեղ նույնիսկ լրացուցիչ ապահովության համակարգեր ամտածված, հա, որ եթե մի գեներատորը փչանա, մյուսը աշխատի, այլ ասենց բավական բարձր ստանդարտներով data center-ը պատրաստվում հիմա ու նախատեսվում է ավարտել դեկտեմբերի կեսերին, կարծեմ պայմանագիրը դեկտեմբերի 15-ով է ավարտվում ու հիմա շատ ակտիվ աշխատանքներ են գնում, հենց տենց մի հատ խոշոր պրոգրես է լինում, ես նկարում օրինակ երեք գաղտնի չեք պահում էլի հանրությունից երեք փորել էին համասարանի բակը, որովհետև այդ data center-ի համար հոսանքի նոր լարա պետք բերել մոտակա ենթակայանից, այդ լարերն էին երեք քաշում, դա էր շատ կարևոր ու դժվար մաս, մինչև որոշվեց հասկացանք, թե ոնց պետք է արվի, ով պետք է անի եւ այլ, դա էլ ահագին տևեց, բայց հիմա դա էլ արդեն ստացվում, հիմա էլի սարքավորումներ պիտի ժամանեն, հա, առաջիկա շաբաթներին ու տեղադրվեն համալսարանի առաջին հարկում, դրանք որ լինեն, արդեն data center-ը կլինի պատրաստ եւ այն համակարգիչը, որը վաղուց դրված է համալսարանում, բայց միացած չի, արդեն կբերենք, կմիացնենք այդ data center-ի մեջ։ Այդ process-ների դանդաղումը ինչ որ խնդիրներ առաջացրել է եւ այն տեմպը, որը հիմա կա, արդյոք գոհ եք դրանից, բավարարում է եւ նախատեսվածով է առաջ գնում։ Եթե այս տեմպը լիներ մի տարի առաջ, շատ գոհ կլինեի։ Բայց տեմպը փաստորեն այս տարվա մայիսից նոր ակտիվացավ, որովհետեւ մինչեւ այդ տենց իրավական բարդ վիճակ էր, այսինքն ինչ որ դատարաններում գործեր էին, ինչ որ process-ներ սառեցվում էին,
Հա, օրինակ մի քիչ այդ հատվածը անհասկանալի է, էլի, դուք ինչ կապ ունեք դատական process-ների հետ, եթե համագործակցություն տեղի պետությունը կազմակերպում է տենդեր, դրան մասնակցում են ինչ-որ ընկերություններ, հետո օրինակ մի ընկերություն ինչ-որ մի բան դուրս չի գալիս ու դատի է տալիս։ Հայաստանում կարգը այնպես է, որ հենց ինչ-որ մեկը բողոքում է ու դատի է տալիս, ամեն ինչ կանգնում է։ Այսինքն sense նույնիսկ առանցին դատարանի որոշում պետք չի որ կանգնի, էլի sense հոп sense freeze, sense կանգնում է։ Հետո կախարդական փայտիկով։ Եթե հաջողվում է ինչ-որ ձևի այդ կանգնած process-ը բացել, հաջողվում է, եթե չի հաջողվում, չի հաջողվում։ Օրինակ անցած տարի չհաջողվեց ու երևի մինչև հիմա գնում են ինչ-որ դատական բաներ, քննարկումներ, հա, այնտեղ չգիտեմ։ Դուք ինչ-որ ներգրավվածություն ունեք։ Ես անձամբ չէ, բայց պետությունը, քանի որ դրանք բոլորը պետական փողեր են ու ծախսում է կառավարությունը, այդ ընկերությունները երբեմն հենց կառավարությանն են էլի դատի տալիս։ Ու տենց ինչ-որ գնում է կառավարությունն էլ ոչ միշտ է երևի կարողանում շատ արագ ու ճիշտ ձևով արձագանքել, որ շատ արագ ստացվի, հա, ասած ինչ տարօրինակ բան ասեք, այդ process-ում տեսել եմ, ասենք ինչ-որ դեպքեր լինում, որ իրենք, ասենք մեկը դատի է տալիս, հետո պարզվում է, որ դատավորը այդ հայցը ընդունել է, բայց մոռացել է ինչ-որ միտեղ նշի, որ այդ ընդունված է, դրա համար հետո, ասենք, չգիտեմ, գիտության կոմիտեի իրավաբանը դա չի տեսել, քանի որ դատավորը ուշացրել էր եւ ինչ-որ Այս դարում հրանտ խնդրում եմ դուք բացատրեք մոռանալը ինչպես հնարավոր։ Չգիտեմ, դե իրականում մեր դատական համակարգից ոնց հասկանում լավ ծանրաբեռնված աշխատում ու դրա համար նաև ամեն ինչ ուշանում է, նիստերն են ուշանում, չգիտեմ, մի խոսքով այդ բոլոր մանր-մունր խնդիրները ասած կուտակվում են ու բերում են նրան, որ ինչ-որ բաներ շատ դանդաղ են ստացվում։ Ամեն դեպքում հույս կա, որ բայց այդ ամեն ինչ հաղթահարվեց մոտավորապես այս տարվա երևի ապրիլին կամ մայիսին ու այս տարվա ավարտին data center-ը պատրաստ կլինի, մնում այդ համակարգիչը միացնելու հարցերը, այդտեղ պետք է այդ համակարգիչը արտադրողները գան, որովհետև այդտեղ բաներ կա, որ իրանք պետք է անեն էլի, հա, իրանց երաշխիքային սպասարկման շրջանակներում, դա էլ թե կհասցնեն իրանց Եվրոպայում էլ Christmas-ա չէ սկսում, թե այդ Christmas-ից առաջ կլինի, թե հետո այդ դիմաբանակցում ենք, հա։ Բայց հա, ասենք իմ կարծիքով տենց հունվարի սկզբերին արդեն մենք կարողանանք այդ համակարգիչները օգտագործել լիարժեք թափով, հա։ Այդ շահագործման համար համապատասխան բոլոր մասնագետները, տեխնիկապես տիրապետողները եւ բոլոր իմաստներով տիրապետողները կան Հայաստանի Հանրապետությունում, թե կարող է ինչ-որ մի պահ կա, որ այս խնդրի մարդուն մենք չենք գտնում ու այդ պատճառով էլ օրինակ կենտրոնը կանգնում է ու սկսում է չաշխատել։ Տեսեք, այս պահին համասարանում ԵՊՀ-ում էլի ձեր վճարած արկերից անցած տարիներին գնել ենք երկու փոքր համակարգիչ։ Ես շատ գնահատում եմ, որ դուք հիշեցնում եք անդադար հանրությանը, որ դա իրենց հարկերից է։ Այո, հա, այդ որտեղ լիջեից է լրիվ գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ երկու համակարգիչ կա համասարանում, որոնցից ամեն մեկում կա 8 հատ GPU, հա, GPU-ն այդ մեր լեզվով ասած վիդեո քարտն է, որը այդ համակարգչի այն մասն է, որը կարողանում է մեծ հաշվարկներ անել, հատկապես արհեստական բանականության համար հաշվարկները հենց այդ սարքերով են անում, հա։ Ու մենք մեր լաբը եւ այլ խմբեր համասարանում դրա կարիքը միշտ ունեցել են ու տարբեր տարիների տարբեր քանակությամբ համասարանը ձեռք բերել է։ Հիմա 16 հատ ունենք, իսկ այն ինչը որ նախատեսվում է, որ հիմա այս data center-ում կգործարկվի, եւս 64 է, հա, դա կտրուկ մեծացնում է մեր հնարավորությունները։ Հիմա այս 16-ը, որ արդեն կան եւ գործում են, իրանք զբաղեցվում են, ասենք 90%-ից ավել ծանրաբեռնվածությամբ, հա։ Այսինքն մեր թիմերը հենց իմ ղեկավարած խումբը, բայց ոչ միայն, ԵՊՀ-ում էլի խմբեր կան, օրինակ ֆիզիկայի խումբ կա, որը զբաղվում է նոր մատերիալներ հայտնաբերելու գործով, իրենք եւս այդ համակարգիչները օգտագործում են։ Այդ բոլորով միասին այնպիսի հերթ է այդ համակարգիչից օգտվելու, որ ուղղակի տենց ինչ որ բաներ արդեն դանդաղ է գնում, հա, այսինքն մենք սովորել ենք այդ համակարգիչները լիարժեք օգտագործել, այս 16 հատը, հա, ու անհամբեր սպասում ենք երբ կլինի եւս 64 հատ, որ կարողանանք ավելի թեթևացած շնչով է դրանց հետ աշխատել, հա, որտեվ տեսեք ոնց ենք դա կազմակերպում, էլի, քանի որ ինքը համակարգիչ է, ինքը կարելի է տենց խելացի կազմակերպել, որ հերթի համակարգ լինի,
Այսինքն ինձ պետք է մի հատ հաշվարկ, որը օգտագործելու այդ 16-ի կեսը, ասենք 8 հատը ու ենթադրենք մի օր տևելու այդ մի հաշվարկը, հա։ Հերթի համակարգում ես դնում եմ, ասում եմ այս հանրարարությունը հենց ազատվի 8 հատ GPU միացրու։ Հետո ուրիշներն էլ են դնում։ Հա, ու երբեմն հերթը այնքան է երկարում, որ մեր թիմի հետազոտողները որ տեսնում են ինչքան հանրարարություն կա հերթում, էլ չեն էլ դնում, էլի ասում են, այս անհույս է բան։ Ու այդ ամենացավոտ բանն է, հա, ինձ մեր թիմից անընդհատ այդ գործ կանելու, բայց հերթա։ Դիմում են, հրանտ բա ոնց անենք, բա կարող է այն մյուս պրոյեկտը մի քիչ հետաձգենք, մենք հիմա անենք, այսինքն քննարկումները ամեն օր, հա, ասենք 3 նայում էին, դեռ չգիտեմ, այն մի պրոյեկտը զբաղացրել է 8-ն էլ Այն մյուս ասում է, բա հիմա ես ոնց այս անեմ, չեմ հասցնում, այն մյուս ասում է, իսկ այն պրոյեկտը երբ է վերջանում, որ մենք իմանանք, որ դրանից հետո մի քիչ ավելի ազատ կլինի, մենք հանգիստ անընդհատ էս խոսակցություններն է, հա, այսինքն մենք այս տարիների ընթացքում այդ 16-ը ունենալով սովորել ենք դրանք լավ օգտագործել։ Մեր խնդիրները դարձել են արդեն ավելի մեծ, քան այդ կոմպերը թույլ են տալիս հետները աշխատել, հա։ Ու դրա համար ես նույնիսկ մինչև սրան սպասելը բոլոր հնարավոր ձևերով փնտրում եմ նոր ռեսուրսներ, օրինակ այս տարի մարտ ամսին մի հատ եվրոպական տենց ամպային ծառայություն, այդ տերմինը չգիտեմ ծանոթ է թե չէ, այդ ամպային ծառայությունները դրանք ոնց որ օրինակ Amazon-ը կամ Google-ը իրանք տենց ծառայություններ ունեն, որ այդ տեսակ համակարգիչները վարձով տալիս են։ Հա դրանք սովորաբար շատ թանկ են ու գիտնականների համար անհասանելի թանկ են, բայց երբեմն լինում են հատկապես այդ նոր ծնված ամպային ծառայությունները իրանք ինչ որ պահի ազատ ռեսուրս են ունենում ու մտածում են դե որ պարապ չմնա եկեք տան գիտնականներին էլի, հա։ Այտենց անցած տարի մարտին այդ եվրոպական Nebius կոչվող ամպային ծառայությունը ուներ մի քիչ ազատ ռեսուրս ու մենք միանգամից վերցրեցինք էլի տենց 16 հատ ինչքան որ ունենք այդքան էլ վերցրեցինք մի ամսով այդ ընթացքում ահագին գործ առաջ ընկավ։ Հա հիմա ես էլի փորձում եմ ինչ որ տեղերից ճարել մինչև սա կլինի, որովհետև պրոյեկտները ակնհայտորեն դրա պատճառով դանդաղ են գնում, էլի, հա։ Այսինքն մենք գիտեք 23 թվականին, երբ որ նոր սկսվել էր այս սուպեր համակարգչի մասին խոսակցությունները, այն ժամանակ այդ միտքը կար էլի, որ այս կոմպը որ գա օգտագործող կլինի, թե չէ։ Ես էլ ասում եի, դե ասենք մենք կեսը կօգտագործենք, այն մյուս կեսն էլ վարձով կտանք Հայաստանում գործող ընկերություններին եւ այլն, բայց այս քանի որ երկար տևեց, այս 2 տարում մենք այնքան ենք արդեն սովորել ու ուժեղացրել մեր դրականները, որ հաստատ ոչ մեկին վարձով չենք տանում։ Այսինքն այդ գիտելիքը բավականին կա։ Հիմա արդյոք ասենք 1000-ի ծախսելու գիտելիք կա, հա, սա ասենք խոսում ենք 64-ի։ 64-ի մասով արդեն շատ վստահ եմ, որ այդտեղ մենք նորմալ կօգտագործենք, հա, բայց երևի գիտեք, որ Հայաստանում կան պլաններ ավելի շատ ռեսուրսներ ունենալու, հա, այդ Firebird-ի ծրագիրը կա։ Այո, մենք դրա մասին խոսենք դեռ։ Ծրագրի մասին այսքան խոսեցինք, բայց ասացիք, քանի անգամ շեշտեցիք, որ հանրության վճարած հարկերից է այս ամենը ստացվել, գումարներ կարելի է թիվը նշել ինչքան է ծախսվել սրա վրա եւ նաեւ նշեցիք, որ բավականին ծախսատար է այս ամենը գործի դնելը, պահելը, այդ մասով վստահություն կա, որ այդ process-ն էլ ճիշտ է ընթանալու ու խնդիրներ չեն լինելու։ Հա, տեսեք, այդ ամեն ինչը աշխատացնել, նախ էս նախագծողը եւ կառուցողը էս ամեն ինչը բավական լավ տիրապետում է այդ խնդիրներին, իսկ կոնկրետ համակարգչի մասով հենց համակարգիչը արտադրողներն են սպասարկում, այսինքն իրանք բերում են, միացնում են ամեն ինչ կարգավորում են, հա, որ հետո օգտագործենք։ Հետո կայսա օգտագործելու մասով մենք արդեն, ինչպես ասացի, ահագին գիտելիք ունենք, բայց մենք նաև ունենք ընկերներ, որոնք շատ ավելի մեծ համակարգիչների հետ աշխատելու փորձ ունեն եւ հենց որ ինչ որ բանի դեմ են առնում, հա, իրենց հետ կապի մեջ ենք, իրենց հետ խոսում ենք, հա, Google-ում, Facebook-ում հազարավոր GPU-ներ օգտագործող մեր ընկերները ահագին փորձ ունեն ու այս ինչ որ ասում եմ մենք ինչ որ հիմա սովորել ենք, էլի շատ հաճախ, շատ մասով իրանցից ենք սովորել։ Այսինքն մենք երբ որ չգիտեմ 3 տարի առաջ ունեինք 2 GPU կամ 4 GPU, այն ժամանակ երբ որ խոսում էինք այդ մեր գործընկերների հետ, իրենք ասում էին, բայց դրանցով ոնց է էլի գործանում, ոնց որ 4 հատով չեք կարող։ Հետո երբ որ արդեն ունեցանք առաջին 8-ը ԵՊՀ-ում, իրանք սկսեցին ինչ որ բաներ սովորացնել, արդեն այդ 8-ը սկսեցինք
լավ տանջել, հա, հետո եւս 8 եկավ, արդեն դրանց վրա սկսեցինք լավ աշխատել, հա, հիմա արդեն 64-ը կլինի, ու էլի, եթե ինչ-որ հարցեր ունենանք, որ չենք կարողանում օգտագործել, ոչ թե չենք կարող օգտագործել, այլ ինչ-որ բան էֆեկտիվ չի, այնտեղ գիտեք, էֆեկտիվության հարց կա, հա, ասենք կարելի է միացնել այդ համակարգիչները մի շաբաթ զբաղված պահել ու անել մի հատ հաշվարկ, որը շատ ավելի պրոֆեսիոնալ մարդը կաներ 3 օրում։ Հա, օրինակ մեր թիմում այդ տեսակ խնդիրներ հիմա լինում են հաշվարկներ, որ ռեսուրսը զբաղացնում է, բայց լավ չի քամում այդ ռեսուրսը, էլի, հա, այդ ժամերի համար։ Ու դրա համար մենք հիմա հատուկ տենց ոնց որ ներքին կրթական ծրագիր ենք պլանավորում, որ այդ տեսակ էֆեկտիվ օգտագործելու ուղղությամբ բոլորը սովորեն, հա, մենք հիմա մի քանիսը թիմում արդեն սովորել են աշխատելով մեր արտասահմանյան գործընկերների հետ, բայց դեռ ոչ բոլորը, հա, թիմը մեծ է, ու հիմա պետքա թիմի ներսում այդ գիտելիքը տարածենք, հա, ինչ որ արդեն կրթական մատերիալներ ենք հավաքել, հա, որ բոլորը սովորեն չափել GPU-ի օգտագործման էֆեկտիվությունը ու սովորեն դա մաքսիմալ քամել։ Սրանք ոնց որ տենց աշխատանքային հիգիենայի կարևոր էլեմենտներ են, էլի, հա, որոնք աստիճանաբար սովորում ենք։ Այնպես որ հա, այդ տենց մշտական process է, որտեղ մեթոդներն են լավանում, հա, օրինակ այն ինչ որ 2 տարի առաջ կար լավագույն ալգորիթմները, որոնք ամենալավն էին քամում, ու ինչ որ հիմա կա, տարբեր է, հա, այս ընթացքում գիտնականները աշխարհում ավելի արդյունավետ մեթոդներ են մշակել այդ GPU-ների ռեսուրսը քամելու, հա, ու մենք դրան էլ ենք հետևում, հա, տեսնում ենք, որ մի հատ նոր մի հատ մեթոդ դուրս եկավ մի տեղից, որը կարող ենք կիրառել, ինտեգրել եւ այլ, հա, դրանք քանի գնում բարթանում են, քանի գնում ավելի դժվար է հասկանալ, թե դրանք ինչ են արել, հա, բայց այդ առումով մեր հայկական ցանցը շատ օգնում է, հա, նաեւ շատ օգնում է, որ հիմա Հայաստանում կա Nvidia-ի գրասենյակ, 22 թվականին այդ համընկավ Ուկրաինայի պատերազմի հետ, Nvidia-ի թիմ հավաքվեց Հայաստանում ու հիմա արդեն նահագին հայեր էլ կան այդ թիմում աշխատող, սկզբից հիմնականում ռուսներ էին, եւ այդ թիմում կա լիքը գիտելիք, հա, որովհետեւ այդ GPU-ները իրանք են սարքում ու իրանք լավ գիտեն էլ ինչ են սարքել եւ ու իրանք հետ էլ կա այդ կոմունիկացիան, որ հենց ինչ որ հարցեր լինում, որ իհարկե, հա, այսինքն այս առումով ես բավական վստահ եմ, որ մենք ունենք ոնց որ բավարար գիտելիքի հասանելիություն, այս համակարգիչները ոնց որ արդյունավետ աշխատացնելու համար։ Շատ լավ, ամեն դեպքում ես փորձում եմ հասկանալ, կարող է ինչ-որ մի պահի խնդիր առաջանալ ու քանի որ այս օրերին ընթանում է բյուջե 2026 թվականի նախնական քննարկումները, շատ ոլորտներում են կրճատումներ, ունենք շատ տեղերում հավելացումներ, ունենք ու գիտության ոլորտում էլ կրճատման հարց կա։ Այս փոքր թվերը ձեզ սպառնում են այս իմաստով, արդյոք վտանգավորություն տեսնում եք, կարող է ինչ-որ մի պահի ձեզ համար խնդիր առաջանա եւ առհասարակ կրճատումներին ոնց եք վերաբերում։ Հա, տեսեք, այդ կրճատումների մասը գիտության մասով ես մանրամասն նայեցի ինչ են առաջարկում, ու այնտեղ մի հատ գիտեք ոնց օրինակ ինչ-որ կտորներ կա, որոնք պակասել են ու դա բնական է, օրինակ հենց այդ սուպեր համակարգչի մասով ասենք այս տարի նախատեսվել է մոտ 1 միլիարդ դրամ, անցած տարի մոտ 2 միլիարդ դրամ, իսկ եկող տարի ոչինչ չի նախատեսվում։ Դա նորմալ է, որովհետև ոնց որ համակարգիչը սարքեցինք, պարզ է, հա, արդեն էլ պետք չէ անդադ կառուցեն։ Այդ մասով կրճատումը բնական է ու նորմալ է։ Բայց այնտեղ մի հատ հոդված կա, որի մասով կրճատումը գնացել, որը չեմ կարողանում որևէ տրամաբանություն գտնել, այդ գիտական դրամաշնորհների տողն է, որը գիտության բյուջեի երևի ամենաառողջ ու ամենաօգտակար հատվածն է, հա, որովհետև այդ գումարները ծախսվում է մրցութային եղանակով ու գիտնականները անընդհատ ոնց որ sense մրցակցության մեջ պայքարում են իրար մեջ, որ ավելի լավ գիտական հայտեր գրեն, որ այդ դրամաշնորհը ստանան, որտեղ այնտեղ ֆինանսավորման մնացած մասը տենց շատ մրցութային չի, էլի, հա, մի մասը տենց համարյա պատմական է գալիս, որ դե միշտ էլ էսի ֆինանսավորենք, հիմա էլ ֆինանսավորենք, հա, բայց այդ դրամաշնորհային կտորը ոնց որ ամենա այն ակտիվ առողջ կտորն է, որը վերջի տարիներին լավ աճել է ու այդ դրամաշնորհներով է օրինակ համալսարանում եւ այլ ինստիտուտներում ձևավորվում նոր գիտական խմբեր,
որ նայեք, ասենք այդ համակարգիչը, կոնկրետ օրինակ, հա, մեր համակարգիչը ով է օգտագործում, բոլորի ֆինանսավորումը այդ դրամաշնորհներից է գալիս։ Այսինքն այդ բոլոր ակտիվ խմբերը, որոնք ունակ են լավ գործանել, ռեսուրսները լավ օգտագործել, լավ հոդվածներ տպել, այդ բոլորի ֆինանսավորման կարևոր կտորը դա է։ Ու այդ միայն պետքա մեծացնել, էլի, որովհետև պետքա փորձել այտենց խմբերը շատացնել, հա, որ Հայաստանում, չգիտեմ, այդ տեսակ համակարգիչից կամ այդ տեսակ ռեսուրսներից օգտվող գիտական խմբերը ոչ թե լինեն 3-4, այլ լինեն, ասենք, տասնյակ, հա, ու այդ առումով այդ ուղերձը շատ տարօրինակ է, որ գիտեք, եկեք այս գրանտերի մասը կրճատենք ու, չգիտեմ, դա կարող է բերի նրան այնտեղ Գուցե տեղյակ չեն ինչի մասին է խոսքը։ Խորքային։ Հնարավոր է, որովհետև պարզ չի թե այդ որ փուլում ոնց է որոշվել, որ դա պետք է կրճատվի, հա։ Հուսով եմ հիմա ազգային ժողովում որ քննարկումներ ա գնում, այդ պահը կբացահայտվի կամ մի հատ կքննարկվի։ Այնտեղ կարծեմ սենց էր մոտավորապես 9 միլիարդ դրամ էր հատկացված այս տարի այդ բոլոր դրամաշնորհներին, դրա մեջ մտնում է անցած տարիների ստացած դրամաշնորհները սպասարկելը, որտեղ դրամաշնորհները մի տարով չեն, էլ երկար են, հա, ասենք մենք ունենք դրամաշնորհ մեր լաբում, որ մի խումբ է ձևավորվում 5 տարով։ Հա, հիմա դա ասենք անցած տարի ստացել են, հիմա անցած տարի, այս տարի, մյուս տարի եւ այլն, պետք է այդ ֆինանսավորումը հատկացվի, հա, եթե այնտեղ արանքում ստուգում կա մի հատ, որ եթե 2.5-3 տարում ինչ որ չափանիշների չես բավարարում, ֆինանսավորումը կտրում են, այսինքն նույնիսկ sense մեխանիզմներ կա, էլի, որ չկորի, հա, գումարները, բայց եթե ապահովում ես ցուցանիշները, շարունակվում է։ Հիմա այսինքն այս տարվա գրանտների բյուջեի մեջ միահագին մասը պիտի սպասարկի եղած դրամաշնորհները, բայց նաև նախատեսվում էր, որ պետք է ավելել նոր դրամաշնորհները հայտարարվեն, որտեղ մի մասը ավարտվում են, այդ գիտնականները արդեն պիտի դիմեն նոր դրամաշնորհի, հա։ Հիմա այդ 9 միլիարդը ոնց հասկանում եմ, տենց, չգիտեմ, 8.5-ը այս տարի ծախսվում է, այսինքն նես չի, որ այդ գումարը հատկացվում է ու թթվում է, էլի, հա։ Ինչպես հաճախ լինում է, եթե երևի գիտեք, որ Հայաստանում հատկացված բյուջեի այնքան մասն է մնում վերջում, հա, այս գիտության բյուջեն այդ առումով վատ չի, էլի, հա։ Բայց հիմա այս նախագծում ինչ որ 6 միլիարդ է գրած, թե ինչ այդ 8.5 ծախսվածի փոխարեն, էլի, ասենք, գոնե այնքան ինչքան ծախսվում է, պետքա պահել, որ համ գրանտերը սպասարկվեն, համ հնարավոր լինի նոր գրանտեր տալ։ Ու մյուս կողմից հիմա շրջանառվում է գիտության կոմիտեի մշակած ռազմավարության նախագիծ, թե առաջիկա 5 տարում ոնց է պետք գիտությունը զարգացնել, ու այնտեղ ավելի հետաքրքիր ծրագրեր կան, հա, այնտեղ ծրագրեր կան ասպիրանտների քանակը ավելացնելու, ասպիրանտներին նոր փոքր գրանտներ տալու, նոր խմբեր ձևավորելու, էլի դրսից գիտնականներ բերելու, հա, ասենց ինչ որ բաներ է նախատեսված, որ մտածում ես, որ եթե ռազմավարությունը ընդունվում է, պետք է էլ ավելի բարձրացնել ֆինանսավորումը, հա, որ այդ ռազմավարության ծրագրերն էլ իրականացվեն։ Դրա համար հիմա շատ տարօրինակ է այդ մասով այս վարկը, ինձ թվում է տենց ինչ որ միս կոմունիկացիա է, իրարից տեղյակ չեն կամ չգիտեմ, ասած մի հատ ինչ որ երևույթ է, հուսով եմ կշտկեն։ Հա, մինչև ազգային ժողովում քննարկելու ընթացքում այդ հարցերը կլուծվեն։ Հույս ունենանք ամեն դեպքում, այ դուք Firebird-ի մասին խոսեցիք, վերջերս բավականին աղմուկ է հանել մի նախագիծ, որը նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում գործի տնել արհեստական բանականության տվյալների կենտրոն, եթե չեմ սխալվում, ու $500 միլիոն արժողությամբ բավականին մեծ թիվ է։ Մեզ կինֆորմացնեք այս մասով ինչի մասին է խոսքը գնում եւ այս process-ը, այս պրոյեկտը մեզ որքանով է կապում արհեստական բանականության այդ ցանցին համաշխարհային։ Տեսեք, ես ասացի, որ մենք հիմա համասարանում ունենք 16 GPU, հա, եթե Հայաստանում մյուս բոլոր ասենք նույնիսկ մասնավոր ընկերություններում բանում հաշվենք ինչքան կա, երևի եւս մի 30-40 կհավաքվի։ Հիմա եւս 60-ը համասարանի նոր դատա ցենտրում է սպասվում առաջիկա ամիսներին, հա։ Այսինքն թվերը այս կարգի են, այսինքն Հայաստանում տես գումարային կարող է 100-150 լինի։ Firebird-ը մի հատ նախագիծ է, որը նախատեսում է Հայաստան բերել 6000 հատ տես GPU, այսինքն ինքը մոտավորապես կոնցեպտով նույնն է, ինչ որ մենք համասարանում սարքում ենք, բայց մոտ 100 անգամ մեծ։ Հա, որը շատ մեծ է ու այդ միանգամից
հետաքրքիր է դառնում արդեն գլոբալ չափերով, էլի, հա, օրինակ հաշվի առնելով թե Firebird-ը ինչ մասշտաբների է, չէ, ինքը առհասարակ ինչ ընկալում ունի։ Ինքը բոլորովին այլ լիգայի ոնց որ խաղ է, հա, աշխարհում հիմա այդ տեսակ համակարգեր ստեղծվում են, ամենամեծերը, ասենք, մի քանի հատ կան, ասենք Google-ում, Amazon-ում, բանում դրանք 100,000-ի կարգի են։ Հիմա Firebird-ը սկսում է 6,000-ից ու միանգամից դառնում է, ասենք, այս ռեգիոնում տենց շատ մեծ է, հա, ասենք Եվրոպայում գումարային իրար հետ, չգիտեմ, ասենք 30,000 հատ կա թե չկա, էլի։ Ու այդ առումով ինքը շատ տպավորիչ նախագիծ է, ինքը կոմերցիոն նախագիծ է, այսինքն այդ համակարգիչը, որ կառուցվում է, դա պիտի վարձով տրվի բիզնեսներին, տարբեր ընկերություններին, որոնք դա օգտագործելու են։ Ուստեղ շատ հետաքրքիր հարց է, թե այդ օգտագործողների մեջ ինչքան կլինեն հայկական ծագման ընկերությունները կամ հայկական խմբերը, հայկական գիտնականները, հա, որովհետև այդ նախագիծը մենակ Հայաստանի համար չի մեղմ ասած, հա, ինքը դեռիվ այդ ոնց որ գլոբալ շուկայի խաղացող է, ընդ որում այդ 6,000-ը իրանց տերմիններով առաջին փուլն է, հա, այսինքն այնտեղ պլանները իրանց շատ մեծ են։ Վտանգավոր վախենալու ճակերտավոր։ Հա, ու դա շատ տպավորիչ է, շատ ոգևորիչ է, որ Հայաստանում այդ մասշտաբի նախագիծ կա, հետարքի պրոգրես ունեն, ոնց որ որոշել են կառուցել Հրազդանում, որքան հասկանում եմ, պետք է բավական էլեկտրականություն գտնել, հա, ոնց որ այդ հարցները լուծվում, ունդեղ այդ ինչը որ մենք հիմա 6 ամսում անում ենք համասարում data center սարքելու, իրանք պետք է 4 ամսում անեն 100 անգամ մեծը, հա, ու հսկայական նախագիծ, այսինքն այն մարդիկ, որոնք այդ նախագծում ներգրավված են, այնքան բան են սովորելու մենակ այս կառուցման process-ում, ես մեկ-մեկ գլուխ գովալով կարելի է իրանց գրում եմ, որ մեկ-մեկ ինձ ներգրավեք, տեսնեմ էլի այդ ոնց է կանում։ Այդտենց շատ մասշտաբային, շատ հետաքրքիր նախագիծ է ու լավ առիթ է, որպեսզի մենք համայնքով, հա, թե տեխնոլոգիական ոլորտը, թե կրթական գիտական համայնքը սկսեն մտածել այդ ռեսուրսը ճիշտ օգտագործելու մասին։ Հա, ես հիմա անձամբ գնում եմ տարբեր գիտական խմբերի, պատմում եմ դրա մասին ու ոնց որ ոգևորում եմ ու մոտիվացնում եմ, որ այդ ուղղությամբ մտածեն, թե ինչ կարելի է անել այդքան ռեսուրսով, հա, եթե մենք ասենք հիմա հասկանում ենք մոտավորապես ինչ ենք անելու այս 64-ով, եթե լինի մի քանի 100 հասանելի գիտնականներին, որտեղ այդ 6,000-ը գիտնականների համար չի մենակ, հա, հաստատ։ Այսինքն իմ տեղեկություններով դրա, ասենք այդ 6,000-ից երևի 3,500-ը արդեն վաճառված է, կոպիտ ասած, արդեն ինչ որ արտասահմանյան ընկերություններ օգտագործելու են։ Բայց այստեղ շատ կարևոր է իհարկե լոկացիան, որտեղ է այն։ Ահա, լոկացիան հետաքրքիր հարց է, որտեղ այդ մենք սովորում ենք այդ ամեն ինչին մաս լինել, հա, մենք սովորում ենք, ասենք մենակ այդ կառուցելու հարցը շատ կարևոր հմտություն է։ 3 օր առաջ բառացիորեն Microsoft-ի տնօրենը բողոքում էր, որ իրենք առել են շատ GPU-ներ, բայց չեն կարողանում միացնեն, որովհետև այդքան data center չկա։ Հա, այսինքն Ամերիկայում համ հոսանքի խնդիր կա, ոնց որ այդքան հոսանք չկա, համ էլ եթե հոսանքն է լինում է, այդքան data center չեն հասցնում սարքել։ Հա, մենք օրինակ ես էլի տես դեպքեր գիտեմ Եվրոպայից, որ հին համակարգիչները հանում են, որովհետև նորերը եկել են, իսկ data center-ում այլտեղ չկա, այսինքն մտածում են լավ գոնեն հները հանենք, նորերը դնենք։ Հա, ու տենց ընկերություններից մեկի հետ նույնիսկ բանակցում ենք, որ այդ հները տվեք մեզ էլ, եթե տենց հանում եք, հա, տենց դեռ չի հաջողվել։ Բայց ուզում ասեմ, այս խնդիրը data center կառուցելու։ Մխիթարենք մեզ, որ մենակ մեզ մոտ չի էլի։ Հա, ես շատ տխրում էի սկզբում մտածելով, որ մենակ մեր մոտ է, հետո պարզեցի, որ Պորտուգալիայում մի հատ համակարգիչ 2 տարի է մնացել տենց պատվալներում, Հնդկաստանում շատ ավելի մեծ համակարգիչ մինչև հիմա միացած չի, տենց ահագին բաներ իմացա, իսկ հիմա Ամերիկայում արդեն ուղղակի խնդրեմը մեր մոտ ու Պորտուգալիայում բյուրոկրատական է, հա, իսկ հիմա Ամերիկայում այդ խոշոր ընկերությունների մոտ բյուրոկրատական չի խնդրեմը, ուղղակի չեն հասցնում ֆիզիկապես այդքան մարդ չկա, որը դրանք սարքի, այդքան գեներատոր չկա, այդքան UPS չկա, հա։ Հիմա այս առումով ձևավորել գիտելիքներ Հայաստանում, մենակ այդ ասպեկտը, մենակ կառուցելն եմ ասում, արդեն շատ հետաքրքիր է, էլի, հա, ասենք եթե այստեղ Team Telecom-ի թիմն է ներգրավված այդ կառուցման մեջ, ասենք իրանք որ իրանց ռեզյումեում ունենան, որ մենք փորձ ունենք այս չափի data center սարքելու, այդ արդեն հրաշալի է։
բայց ավելի հետաքրքիր է անձամբ ինձ, թե այդ համակարգիչը օգտագործելու ուղղությամբ ինչ կարելի է անել։ Հա, թե ինչքան գիտական խմբեր կան Հայաստանում, որոնք կարող են այդ համակարգչի վրա ավելի մեծ գիտական խնդիրներ լուծել, հա, ասենք օրինակ մենք հիմա աշխատում ենք արբանյակային լուսանկարների մշակման պրոյեկտի վրա, որ մեր այդ 16 GPU-ով տենց տանջելով ինչ-որ մի բանի հասել ենք, այս երկու օրը կթողարկվի այդ հոդվածը, հրապարակային արդեն կսկսենք պատմել դրա մասին։ Հիմա այս 64-ը որ գա, ոնց որ մի մակարդակ ավելի ուժեղ բան կկարողանանք ստանալ, բայց հիմա արդեն մտածում ենք, եթե վաղը մյուս օր ասենք եւս 100-ի հասանելիություն ունենանք։ Պետք է պլանները ավելի երկարաժամկետի լինեն, չէ՞։ Ավելի լավ կկարողանանք անել։ Մյուս ասպեկտը, ում կարող ենք ներգրավել, հա, մենք միշտ ունենք մարդկանց քանակի, մասնագետների քանակի խնդիր, հա, օրինակ շատ սկսած հայերից, բայց ոչ միայն հայեր, տարբեր երկրներում, տարբեր բուհերում սովորում են, աշխատում են, գիտությամբ են զբաղվում, ու այնպես չի, որ բոլորը ունեն բավարար քանակի GPU-ների հասանելիություն։ Հա, մի քանի օր առաջ խոսում էի ընկերոջս հետ, ով MIT-ում է ասպիրանտ, ինքը ասում է, դե ես ունեմ, ասենք 2 հատի հասանելիություն ու կարող եմ ինչ-որ ղեկավարից խնդրել, ասենք մի 10 հատ էլ տա, ինչ-որ ժամանակով, բան։ Հիմա այդ տեսակ մարդկանց, երբ որ ասես գիտես, Հայաստանում կա հնարավորություն, ասենք 100 GPU-ի հասանելիություն ունենալու, այդ շատ արդեն գրավիչ է դառնում, համ իրանց կապել ստեղի ուսանողների հետ, որ ստեղի ուսանողները իրանցից սովորեն ինչպես են օգտագործում դա։ Այսինքն ստեղ մի հատ հսկայական դաշտ է բացվում, որը պետքա լավ օգտագործել, էլի, գիտեք, ես այն օրը Տիգրան Ջրբաշյանը Facebook-ում գրել էր բանի մասին, մոլիբդենի բանի, հա, հնարավորություններ կորցնելու։ Հիմա իմ մոտ տենց FOMO կա, հա, տենց վախի զգացողություն կա, որ կարող եմ այս Firebird-ի հնարավորությունը բաց թողենք, էլի, ասես թողենք ինքը իր համար սաղ վաճառեն Ամերիկայի բիզնեսներին ու մենք չկարողանանք դրա վրա սարգացնել մեր արհեստական բանականության տաղանդը, հա։ Դրա համար ես հիմա մի հատ բան եմ մտածում մեր գործընկերների հետ Երևանենով, բանով, որ մի հատ տենց գիտնականների ֆինանսավորման մի հատ եւս մեկ ֆոնդի նման բան բացենք, որ հենց թիրախային ֆինանսավորումը մեծ հաշվողական ռեսուրսներով արհեստական բանականության հետազոտություններ, որ կարողանանք, ասենք, մեր ընկերներին ասենք, գիտեք, եկեք Հայաստան, ասենք, վերցրեք 3 ուսանող, այսքան ուսանող կա, այսքան կրթական ծրագրեր կան եւ այլն, մի հատ լավ ուժեղ խնդիր բերեք, որ ձեր լաբերում չեք կարողանում լուծել, որտեղ չունեք կոմպ, մենք ձեզ ֆինանսավորենք, ձեր ուսանողներին ֆինանսավորենք ու կպեք Հայաստանում այդ գործը արեք, հա, ունենալով Firebird-ի հասանելիություն։ Այս գաղափարը հիմա քննարկում ենք նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ, հա, տենց էլի բանավոր բոլորը կողմեն։ Դրական են տրամադրվածությունը միշտ դրական է, բայց այդ գործողությունների դեռ չեն կարողանում հասցնել, հա, օրինակ էլի այդ նույն Firebird-ի մասով կա քննարկում, կարծեմ հենց կառավարության նիստում, երբ որ Firebird-ը հայտարարվեց, հունիսին էր, չէ, երևի, նախարարը ասաց, որ պետությունը քննարկում է, թե ոնց մասնակցի Firebird-ին, հա, որտեղ ինքը լրիվ մասնավոր պրոյեկտ է, մասնավոր գումարներով, հիմա հարց առաջանում, օքեյ, եթե այդքան մասնավոր ներդրում կա, պետությունը ինչ է անում, հա, ինչ որ ձևով նպաստում է դրան, թե չէ, ու հնչեց մի քանի տարբերակ, որ միգուցե, ասենք, պետությունը հող կհատկացնի, հետո հնչեց տարբերակ, որ պետությունը կարող է ինչ-որ հաշվական ռեսուրս վարձակալի, հա, դրանով կդառնա ոնց որ կլիենտ, հա, ոնց որ հաճախորդ կդառնա Firebird-ի, դա էլ է Firebird-ին լավ, հա, ու հետո այդ վարձակալած մասը պետությունը ինչ-որ ձևով կբաշխի, օրինակ գիտնականներին կտա կամ ստարտափներին կտա, հա, ասենք, տեսեք, այսքան ստարտափների ինչ-որ մրցույթներ են կանում, չէ, ներուժ ծրագիրը կա, չգիտեմ, տարբեր մրցույթներ կա, որ հենց պետությունը ֆինանսավորում է։ Այդ օրինակ հաղթող ստարտափներին տրամադրել հասանելիություն Firebird-ին շատ գրավիչ բան է, հա, կամ մի հատ ավելի էկզոտիկ գաղափար կա, որ արտասահմանյան ինչ-որ մրցույթներ հաղթող ընկերություններին Հայաստանը ասի, գիտեք, եթե դուք, ասենք, Հայաստանում թիմ սարքեք, ձեզ կտանք հասանելիություն Firebird-ին, հա, տենց բերել ինչ-որ մարդկանց եւ գիտելիք են, իսենց տիքը բաներ կարելի է մտածել, որը հնարավորությունները շատ են, կարելի ամեն տեղից մի բան խաղել, էլի։ Ահա, ու այս ռեսուրսը ծառայեցնել նրան, որ Հայաստանում արհեստական բանականություն սարքող մարդկանց քանակը էապես աճի, թե գիտնականների եւ թե ինժեներների, թե ինդուստրիայի, ու այդ կարելի է այս ամբողջի մեջ փաթեթավորել, հա, ու չնայած որ ասում եմ դեռ հունիսին այդ մասին խոսվում էր,
Հիմա որ նայում եմ BTA-ի բյուջեի նախագիծը մյուս տարվա, էլի մեջ այդպես բան չկա, հա։ Այսինքն դա լավ մի քիչ հետաքրքիր հարց է, հիմա էլի այս առիթը երևի պետք է օգտագործել, այս մասին ավելի շատ խոսել։ Ես հուսամ, որ մեզ կլսեն, այդ հարցին ուշադիր կլինեն եւ եւս մեկ անգամ ինչպես գիտության ֆինանսավորման մասով, այս մասով էլ կփորձեն հստակեցումներ անել։ Հուսանք։ Շնորհակալ եմ հրավերության համար, հետաքրքիր էր բավականին, հուսամ, որ իսկապես ովքեր լսում եւ դիտում են այն խնդիրները, որոնք կան, դրանք կլուծվեն ժամանակի ընթացքում եւ այն ինչ որ դուք նախատեսել եք, իրականում կյանքի կկոչվի։ Մեզ լսողներին եւ դիտողներին ես ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ Հրանտ Խաչատրյանն էր մեր տաղավարում, Երևան-Էնի հիմնադիր եւ Երևանի պետական համալսարանի մեքենայական ուսուցման խմբի ղեկավար։ Այսքան այսօրվա համար կհանդիպենք։